Փողոցն է, ողջույն, ինչպես եք։ Սվինքս, ինչ դուր ես նման Սվինքսին։ Ողջույն, ձեզ հետ են Մարիան եւ Սուրենը The Tripping Couple-ը։ Այս վլոգում ձեզ կներկայացնենք եգիպտական բուրգերը եւ նաեւ դիզայն մանցկացրած մեր հաճելի ժամանցը։ Եվ ահա մեր հսկա ավտոբուսը։ Շատ հսկա։ Որով գնալու ենք Կահիրե։ Ահա եւ մեր բիզնես կլասը այսպեսի գեղեցիկ իհարկե թիվը չեն կարողանում գտնել տեղը թիվիներով։ Լյուքսորից շարժվում ենք դեպի Գիզա Կահիրե, տևողությունը 11 ժամ։ Ողջույն Գիզա։ Գնում ենք մեր հյուրանոցը գտնելու։ Ուղիղ 2 ժամ տանջանքներով հյուրանոց գտնելու փորձից հետո մենք գտանք այս հյուրանոցը։ Տուկ Սուրեն։ Ով է? Մարիա, ողջույն։ Արի քեզ ցույց տամ մեր Գիզայի հյուրանոցային համարը։ Այս կողմի վրա մեր լոգասենյակն ինչպես միշտ լայն ընթացան, ունենք սիժունիկ այսպեսի հատված հանդերձելու համար, պահաժամ, սառնաժամ, աշխատասեղան հերոստացույց, ինչպես միշտ երկու հատված։ Չեմ հասկանում ինչի այս անգամ մեզ բաժին են կնում երկու անկողին, բայց մենք միշտ միացնում ենք։ Օ, յասքանչը։ Մնայեք ինչի յասքանչ։ Տեսարան է բացվում։ Վաննայով։ Ամենաթեժ պահերը ցույց չտվեցին։ Ամենաթեժ պահերը հələ չեք տեսել, բայց կտենակ չմտածեք։ Non-stop առանց վիդեոն անջատել գնում ենք Գիզայի փողոցներով դեպի ռեստորան գտնելու հույսով։ Ահա մերպես էլի մարդիկ նավիգատորով ման են գարին, thank you. Yes, we know. We go to Fargo, also the Tamur, we go around. No, la shukran. Cheap price. La shukran. 500 pounds. Habibi, thank you. Thank you. Այստեղ մի քիչ ավելի ջերմ ժողովուրդ եմ, որտեղ երևի տեսել են մեր տեսախցիկ։ Միջև տեսախցիկը անջատված էր։ Չէ, տեսախցիկը անջատված էր, քանի լավ չէր վիճակը։ Hello. Հաստանստով տեսախցիկով պետք է քայլենք։ Այո, ձեզ հետ է Tripping Couple-ը եւ գտնվում է Գիզայի աշտարակում։ Բարի բոլորին, սա ես եմ, սա իմ կինն է Մարիան, իսկ մեր հետևում բուրգերն են։ Այսինքն ինչ է նշանակում, մենք վաղ ենք արթնացել եւ գնում ենք դեպի բուրգերը։ Լուսնյակը չի կորելիս մենք արդեն ճանապարհին ենք։ Ահա մենք արդեն դիգետ տոմսակղի առջև ենք։ Սպաս։ Եկել ենք։ Ահա։ Մեզ է ողջունում դեմ դիմաց Սվինքսը։ Սվինքս, ինչ դուր ես նման Սվինքսին։ Ահա, մի հատ սիրեցինք, ինքը կան Մարիային է գնում տենա։ Հասա Շակիրը։ Իսկ այնտեղ նայեք մեր Սվինքսն է։
Եվ ահա Կուֆուն, առաջի պիրամիդը, որը ինչպես ասում են, պապիկն է կառուցել Կուֆուն, այնուհետև իր տղան, իսկ հետո թորնիկը, ամենափոքրիկը թորնիկն է Հետո ծորները, ծորների երեխեք, ոչ լիքը բուրգեր կան մանր։ Հիմա ճիշտ ասած մուտքը չենք գտնում, որտեղից պիտի մոտիկ կանանք, որտեղ մենք առանց գետի Բայց ենք մուտքը եկել։ մար հեսա, այսինքն գալիս է։ Եվ ահա այս հողային ճանապարհով տանջվելով մենք գնում ենք Կուֆու բուրգի մոտ։ Ահա եւ մենք դիպչեցինք այս հսկայական պիրամիդային։ Panorama, thank you։ Այստեղ կան շատ էլ ավտոբուսներ անվճար, որ կարող ենք նստել։ Չի բացվում, ահա։ Եվ գնալ փոքր պիրամիդի մոտ։ Մեծը արդեն տեսանք, գնում ենք ամենափոքրի մեջ։ Բուսը իջացրեց մեզ թորնիկի Սարգսբուրգի մոտ։ Ճիշտ ասած լավ հեռու է։ Սուր լավ հեռու է, կարող է այնտեղի ավտոբուսները տան։ Որոշեցինք սուրճ խմելու, այսպեսի շատ սիրունիկ տեղ եկան։ Հենց բուրգի մոտ է, փոքր բուրգի մոտ է։ Մեկին սիրուն իլյուստրացիա է, ու դրսում տեղեր ունեն նստելու։ Դուրս գանք։ Բուրգին նայող տեսարանով։ Դες ասում են կապը, դեպի կապը բուրգերը տեսան ճանապարհը շեղման։ Իսկ այս մեկը իմ սիրելի բուրգն է, ես իրան շատ եմ հավանել, որովհետև իր վերևի հատվածը դեռ մի քիչ պահպանված է ու էպիկ է նայվում, այստեղ վաճառականներն են, տարբեր բաներ են վաճառում, ասենք ավելին, այստեղ կան այսինքն շաթլ բասեր, որոնք անվճար տանում են մի բուրգից մյուս բուրգը, հանգարց փող չտակ, եւ այսպես մենք բուրգերը ենք կպնենք Առավոտյան ամբողջ փողոցը մաքրում են, ավելի հաճելի է զբոսնելը և չենք նեղվում։ Վերջին երեկոն է Գիզայում, ես և գեղեցիկ տիկինս գնում ենք վայել ենք պիրամիդաների ֆոնով սուրճ, այո, սա մեր փողոցն է, ողջույն, ինչպես եք, ուրախեցեք, շունիկներ, տններ, երեկոյան մայրամուտ, տուկ-տուկ, ողջույն, կրակում են, այնտեղ մոպեդ է և ամեն ինչ շատ հիասքանչ է իրականում։ Իրականում ոչ բոլոր փողոցն են, հելո, երեխաներն են մեզ բարևում, այնտեղ կառքն է գնում, այստեղ շունիկներն են, իրենց ժամանակն են անցկացնում երեկոյան։ Только ասես ինչ եմ, YouTube-յան վիդեոները 20 րոպեից ավելի։ Այսօր ևս մեկ անգամ եկել ենք վայելելու այս գեղեցիկ վայրը։ No, I don't want, I just... Ժամը 4:30 է, մենք գտել ենք տաքսի Գիզայում, ճանապարհին քայլեցինք մոտ մի 10 րոպե, որպեսզի դուրս գանք Մայրովի և գտնենք տաքսի, գտել ենք, գնում ենք մեր ավտոբուսի կա։ Ամենալավ բաներից մեկը Եգիպտոսում դա Գոբասն է, այս ավտոբուսները, որ տանում են, շատ լավ են աշխատում իրականում, դրսում կանգնած է մեկը։ Մենք շատ խնդրենք Գոբասից և շատ հարմար է ճամփորդել։